Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն համառ աշխատանք, այլև համագործակցություն գիտական ոլորտի լավագույն մասնագետների հետ։ Այս կարծիքին է կենսաբան Աննա Նեբիշը, ում էլ այսօր հրավիրել ենք մեր տաղավար։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալ ենք հյուր գալու համար։ Ինչպես հանգեցիք այս եզրահանգմանը, որ հաջողության հասնելու համար պետք է նաև համագործակցություն եւ համառ աշխատանք։ Ես կարծում եմ, որ համագործակցությունը դա հաջողության գլխավոր միջոցներից է, որովհետեւ այլ գիտական խմբերի հետ, որոնք ունեն ինչ որ մակարդակի արդյունքներ, սարքավորումներ, ավելի հեշտ է գտնել ամենահարմար մոտեցումները կոնկրետ իմ նյութի ուսումնասիրության համար։ Այսինքն արտասահմանյան գիտնականների հետ մենք ուսումնասիրում ենք, համեմատում ենք օրինակ հայկական սորտերը խաղողի, օրինակի համար, իսպանական կամ իտալական սորտերի հետ։ Եվ դա իրենց սարքավորումներով, իրենց մեթոդներով արդեն անցնում ենք ավելի միջազգային եւ ավելի բարձր մակարդակի։ Այսինքն կարելի է ուսումնասիրել մեր նյութը տարբեր մակարդակներով, ինչպես մոլեկուլային, այդպես էլ գենոմային եւ ավելի խոշոր պոպուլյացիոն եւ միջերկրական մակարդակներով, այսինքն համեմատություններով։ Դա կարևոր է, քանի որ հայկական ինստիտուտներում մենք այսօր արդեն ունենք որոշ մակարդակի բավականին լավ սարքավորումներ, բայց համագործակցելով այլ ինստիտուտների հետ, օգտագործելով իրենց մեթոդները նաև մենք կարող ենք ավելի հետաքրքիր արդյունքների հասնել եւ հրապարակել միջազգային հանդեսներում։ Կարծում եմ դա շատ կարևոր է։ Աշխատել միշտ բաց լինել համագործակցության համար։ Ասացիք, որ հայկական, իսպանական խաղողի գեներն եք ուսումնասիրում, նաև որքանով գիտեմ իտալական։ Այո, իտալական նաև։ Այս ո՞րն է հայկական խաղողի առանձնահատկությունը։ Նախ ասեմ, որ մի քանի տարի առաջ հոդված է տպագրվել, չինացիներն էին կազմակերպել այդ ամբողջական հետազոտությունները, հավաքել են տարբեր երկրներից նյութեր, ուսումնասիրել եւ պարզել են, որ Հայաստանը համարվում է արդեն օֆիցիալ գիտական մակարդակով խաղողի ծագման խաղողի գինու սորտերի այդ ուղղության ծագման օջախը եւ ավելի հարավային հատվածում Սիրիայի այդ հատվածը համարվում է խաղողի սեղանի սորտերի ծագման այդ օջախը։ Դրա համար հայկական խաղողը ավելի ոնց որ հին է, քան թե եվրոպական խաղողները եւ շատ կարեւոր առանձնահատկություններ ունեն, ինչպես գենետիկական, այնպես էլ ֆենոտիպային նաեւ, օրինակ Եվրոպայում երբեք չեմ հանդիպել հայկական խաղողի սորտերի նման խաղողներ։ Եվրոպայում ավելի սահմանափակ են սորտերը։ Կոլեկցիոն այգիներում կան, բայց մարքետում ես համարյա մի քանի սորտ եմ ընդհանրապես տեսնում։ Իսկ հայկական խաղողները պահպանվել են, այդ իրենց գենետիկան պահպանվել է, այսինքն եւ կարեւորագույն այդ գեները, որոնք կապված են ինչպես ցրտադիմացականության հետ, այնպես էլ տարբեր հիվանդությունների նկատմամբ կան սորտեր, որոնք ունեն բարձր դիմացականություն։ Իհարկե, երբ որ կատարվում է գենետիկական անալիզը, հայկական խաղողները առանձնանում են այդ եվրոպական խաղողներից։ Մենք կատարել ենք իսպանացիների հետ նման աշխատանք եւ իսկապես ես ուրախ եմ, որ կարողացել եմ այդ հետազոտությունները համագործակցության շնորհիվ իրականացնել Իսպանիայում իմ Մարի Սկլոդովսկա Քյուրի անհատական կրթաթոշակի շնորհիվ։ Կրթաթոշակի մասին դեռ կխոսենք, հայերը կարողացել են հայկական խաղողի գենը պահել, չեն խառնել եվրոպական կամ այլ երկրների սորտերի հետ, բայց հիմա նույնպես այդպես են անում։ Բավականին պահպանվել է իսկապես։ Խնդիրը այն էր, որ սովետական ժամանակներին մեզ մոտ շատ մեծ կոլեկցիոն այգի է եղել
Եվ 90-ականների սկզբին ցավոք այդ ամբողջական այգին Մերձավանում քանդվել է եւ մենք կորցրել ենք այդ հարստությունը։ Արդեն հետագա այդ վերջի 15-20 տարիների ընթացքում Գագիկ Մելյանը, խաղաղագործ շատ հայտնի խաղաղագործ Գագիկ Մելյանը կարողացել է տարբեր շրջաններից Հայաստանի հավաքել տարբեր սորտերի նմուշներ եւ ստեղծել իր ջանքերի շնորհիվ ստեղծվել է այդ Էջմիածնում նոր կոլեկցիոն այգին, որտեղ այդ գեները, հայկական խաղողի գեները նորից հավաքվել են եւ ուսումնասիրվում են եւ իմ կողմից եւ այլ խմբերի կողմից եւս ուսումնասիրվում են։ Այսինքն այդ գենը կարողացել է Գագիկ Գրանտևիչը հավաքել բոլոր շրջաններից։ Ոչ բոլորն են հավաքված իհարկե, եւ կասեի, որ նաեւ եվրոպացիների համար շատ հետաքրքիր է ուսումնասիրել հենց մեր այդ հայկական խաղողի գեները, որովհետեւ իրենց համար դա յուրահատուկ գեներ են, որոնք չկան եվրոպական խաղողների սորտերում։ Իսկ ցանկություն հայտնել են իրենք էլ իրենց մոտ աճեցնեն հայկական խաղող։ Որոշ կոլեկցիոն այգիներում կան նաև մեր սորտերի Եվրոպայի մասին է խոսքը, մեր խաղողի նմուշներ, այսինքն իրենց կոլեկցիոն այգում կան, պահպանվում են եւ դնաթեն պահպանվում են նաև, որպեսզի հետագայում շարունակենք ուսումնասիրությունները։ Իրենց շատ հետաքրքիր է համեմատական այդ աշխատանքը եւ իսպանացիների շնորհիվ եւ գերմանացիների, այ Գերմանիայում էլ եմ աշխատել մի քանի տարբեր հիմնադրամների շնորհիվ կարողացել ենք ուսումնասիրել, գտնել այդ ծնողական ձևերը, որոնք են եղել, ինչպես է ստացվել տվյալ սորտը։ Կուզեի նաև նշել, որ սովետական միության տարիներին երկու խումբ աշխատել հայկական սորտերի, նոր սորտերի ստեղծման համար։ Դա երկու ակադեմիկոսներ, Պողոսյան, Կարեն Սուրենևիչ, իր հայրն էլ, եւ Այվազյան, Պետրոս Այվազյանը եւս երկու խումբ էր խոշոր, որոնք ստեղծել են 100-ից ավել շատ կարևոր սորտեր, որոնք շատ բարձր են գնահատվում եվրոպական այդ OIV կազմակերպության կողմից։ Երբ որ ես ներկայացրել եմ այդ սորտերը, որոնք ստացվել են տարբեր խաչասերումներից, մանավանդ ոչ թե միայն Vitis vinifera, մեր սովորական խաղողի, այլ Vitis amurensis-ի հետ խաչասերելով ստացել են սորտեր, որոնք ցրտադիմացք ունեն, որը շատ կարևոր է Հայաստանի պայմաններում։ Դա Եվրոպայի կողմից շատ բարձր է գնահատվել, նշվել է, որ շատ հետաքրքիր սորտեր են ստացվել Հայաստանում։ Դա կարծում եմ շատ ափսոս ցավոք այս պահին սելեկցիոն աշխատանքները չեն իրականացվում Հայաստանում, հույսով եմ, որ հետագայում կվերսկսվեն եւ մենք կստանանք նոր սորտեր, արդեն ժամանակակից այդ կլիմայի փոփոխության պայմաններին ավելի հարմարավետ եւ հիվանդությունների միգուցե տարբեր նկատմամբ ռեզիստենտ սորտեր, այդ կուզենայի դա շատ կարևոր է ինձ համար։ Ինչու նոր սորտեր չեն ստանում։ Նոր սորտեր ստանալու համար բավական մեծ աշխատանքներ են պետք։ Ես կոնկրետ մասնակցել եմ, ինձ բախտ է վիճակվել, որովհետև Կարեն Սուրենի Պողոսյանը ակադեմիկոսը, երևի ես եղել եմ վերջին ասպիրանտը եւ շատ հետաքրքիր մեթոդներ եմ սովորել այդ ժամանակ։ Երկրորդ ղեկավարը եղել է Երևանի Պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի բջջաբանության աբիոնի դոցենտ Սիմոնյան Ելենա Հրանտի։ Իրենից ես սովորել եմ այն մեթոդները, որոնք հիմա շատ գնահատվում են այն հիստոլոգիայի, բույսերի, բջջասամնաբանության եւ հենց այդ մեթոդների շնորհիվ, այդ ղեկավարներից տված այդ գիտելիքների շնորհիվ այսօր ես գնահատվում եմ որպես բարձր մակարդակի գիտնական Իսպանիայում, քանի որ այդ բջջասամնաբանության ոլորտում շատ քիչ են մասնագետները ամբողջ աշխարհում։ Եթե եվրոպական երկրների խաղողագործներ ցանկանան մեր խաղողի սորտերը աճեցնել իրենց մոտ կամ բազմացնել եւ աճեցնել, կստացվի թե ամեն դեպքում սա բնորոշ է մեր կլիմային։ Մի քիչ դժվարանում եմ պատասխանել, ինչու նախ
պետք է համաձայնեցնեն, որպեսզի կարողանան վերցնել այդ սորտերը, իսկ տեղում արդեն երկար տարիների աշխատանք է դա, որ պետք է տեղադրեն ու փորձեն ժամանակ առ ժամանակ հետևեն։ Կարծում եմ հնարավոր է ինչ որ պայմաններում կստացվի, բայց միջև այդ դրան հասնելը պետք է ինչ որ պայմաններ ստեղծել, միգուցե սկզբիջերմոցային, միջև կամաց-կամաց բույսերը անցնեն արդեն կստացվի, բայց նույն համը չի լինի իհարկե։ Հայաստանի օդը, ջուրը եւ ամեն ինչը ընդհանրապես այդպիսի մի միտք կա, չեմ հիշում որ գիտնականն ասել, ճիշտն ասած, որ խաղողը դա այդ տարածքի խաղողն է, այսինքն ուրիշ տեղ դու աճացնես, դու նույն համը չես ստանալու երբեք։ Այո, կստացվի միգուցե նույն ձևի պտուղներ, երկարավուն կամ ձևը, բայց համը երբեք չի լինի նույնը։ Գինին նույնը չի լինի, այսինքն խաղողը համարվում է տվյալ տարածքի ոնց որ արժեք, հասկանում եք, ուրիշ տարածքում նույն խաղողը չի ստացվի։ Նույնը ծիրանի մասին էլ կարող եմ ասել, այլ մթերքի մասին, այլ մշակաբույսերի մասին, համարվում է, որ հա, կստացվի, բայց նույն համը չի լինի երբեք։ Հուսանք չի ստացվի իրենց մոտ, որովհետև ինչ հայկականն է, թող մնա մեզ։ Դե բարձա։ Անդրադառնանք կրթաթոշակին, դուք Մարի Կյուրի կրթաթոշակի եք արժանացել պայքարելով, կարծեմ 12000 գիտնականի հետ եւ 1000-ի թվում եք եղել։ Ինչպես ստացաք այդ կրթաթոշակը։ Գիտեք, ես միշտ ցանկացել եմ հասնել ինչ որ բարձունքների իմ գիտական աշխատանքում, երբեք ուզեցել եմ, երբեք չեմ կանգ առել ինչ որ խնդիրների առջև, միշտ փորձել եմ լուծել բոլոր խնդիրները եւ անցնել առաջ։ Միգուցե խնդիրներն են ինձ օգնել հասնել այդ կրթաթոշակի։ Երբեմն լինում են աշխատանքի ընթացքում ինչ որ տարբեր խնդիրներ։ Ինձ համար շատ կարևոր էր կրթաթոշակին հասնելը աջակցությունը։ Իմ ղեկավարի աջակցությունը Իսպանիայում, դա պրոֆեսոր Խոսե Միգել Մարտինես Սապատերն էր, որտեղ ես եղել եմ նույն ինստիտուտում, եղել եմ 5-6 անգամ, 5 անգամ գիտական աշխատանքներով, տարբեր պրոյեկտներով, 1 անգամ էլ կոնֆերանսի։ Եվ ամենասկզբից, քանի որ հետաքրքիր արդյունքներ եմ ստացել իրենց սորտերի հետ կապված, հենց բջջասահմանաբանական հետազոտությունների շնորհիվ, իրենք շատ գոհ էին մեր համագործակցության այդ արդյունքներից եւ իրենք առաջարկեցին միգուցե ավելի խոշոր պրոյեկտ մտածենք, փորձենք։ Ճիշտ է, ես չգիտեի, որ Մարի Սկլադովսկա-Կյուրին այդքան բարդ է այդ ստանալ այդ կրթաթոշակը, ես տեղյակ չէի։ Ուղղակի իմ ղեկավարը ասեց մենք կարող ենք ստանալ, մեզ մոտ կստացվի, ու այդպես սկսեցինք աշխատանքը, սկսեցինք դա բավականին բարդ էր գրելը, որովհետև ընթացքում անընդհատ ես կապի մեջ էի ղեկավարիս հետ, անընդհատ ինչ որ մանրուքներ, ինչ որ կամաց deadline 6 ամիս մոտավորապես 5-6 ամիս տևեց, որ ես գրում էի, այդ ընթացքում նաև գնացել եմ այլ պրոյեկտով, նախագծով գնացել եմ այդ ինստիտուտը, այսինքն տեղում էլ ենք մենք քննարկել որոշ հարցեր, ինչը շատ կարևոր էր, դա ես ստացել էի fast travel grant, շատ կարևոր նաև կրթաթոշակ էր ինձ համար, որ այդպես ինձ օգնեց լինել տեղում եւ ոնց որ վերջնական իմ ղեկավարի հետ աշխատել այդ նախագծի վրա եւ հանձնեցինք ինչ որ ժամանակ անց ես ստանում եմ congratulations ես իսկապես շատ դժվար էր պատկերացնել բայց որ կապ հաստատեցի ղեկավարիս հետ ակադեմիայից էլ այստեղից Անահիտ Խաչիկյանը ինձ հետ կապ հաստատեց շնորհավորեց ու այդպես սկսվեց իմ նոր կյանքը, այդպես ասած։ Շատ ուրախ էի, շատ մեծ ուժեր գործարկեցի, որպեսզի ստացվի այդ կրթաթոշակը։ Եվ նաև ես շատ շնորհակալ եմ իմ այստեղի պետական համալսարանի
մեր գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնի ղեկավարին շատ շնորհակալ եմ Ռուբեն Հարությունյան, ազգային ակադեմիայի, գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Հարությունյան Ռուբեն Միքայելի, ինքը շատ աջակցեց տարբեր հարցերում, ոչ միայն այդ կոնկրետ այս նախագծի հետ կապված, այնպես որ ես շրջապատված էի այն ղեկավարներով, որոնք միշտ աջակցել են եւ իրենց շնորհիվ ես ստացել եմ այդ կրթաթոշակը։ Արտերկրում էլ է գիտնականների հույսը կրթաթոշակը, թե իրենք ստանում են այնքան աշխատավարձ կամ ամեն ինչով ապահովված են, որ ուշադրություն չեն դարձնում դրան։ Արտերկրում հիմնականում գիտաշխատողները աշխատում են հենց կրթաթոշակներով։ Հիմնականում, որովհետեւ կոնկրետ մեր ինստիտուտում 3-4 հոգի է, որ ունի արդեն ֆիքսված իրենց աշխատանքը։ Գերմանիայում էլ շատ քիչ են, ամբողջական ինստիտուտում մոտ 10 հոգի աշխատում, արդեն ֆիքսված պաշտոնով։ Այսինքն, երբ դու ուզում ես աշխատել, ուզում ես շարունակել, դու պետք է նախօրոք մտածես դրա մասին եւ ներկայացնես նախագիծ, որպեսզի կարողանաս շարունակել։ Այսինքն, հիմնական գիտական ուժը հենց կրթաթոշակների վրա է հիմնված արտասահմանում։ Քանի որ Իսպանիայում եք բնակվում եւ աշխատում գիտական ոլորտում, նոր երեխաները, ուսանողները, ովքեր ավարտում են, հեշտ են հայտնվում գիտական կենտրոնում, թե երկար ճանապարհ են անցնում։ Իրենց մոտ էլ երկար ճանապարհ են անցնում, որովհետեւ պետքա պրակտիկան անցնեն եւ սպասեն, թե եթե ինչ որ տեղ ազատվի, հատուկ ինչ որ կոնկուրս է լինում, այդքան էլ հեշտ չի, իրենց էլ այդքան էլ հեշտ չի։ Օրինակ մեր խումբ եկել են այս մի քանի տարիների ընթացքում պրակտիկան անցնելու համար ուսանողներ, բայց ինչքանով հիշում եմ, միայն մեկն է մնացել։ Մեզ մոտ շարունակել է աշխատել։ Գնացել է ուրիշ մասնագիտությամբ աշխատել։ Այստեղ նմանություն ունենք Հայաստանի։ Նմանություն կա, այդքան հեշտ չի, այդտեղ էլ են դժվարություններ։ Երբեմն լինում են դեպքեր, որ հայտարարում են, որ մեկ տեղ կա ասպիրանտի աշխատավարձով, իհարկե, կոնկուրսը բավականին բարձր է։ Ծանոթը դեր չի խաղում։ Կարծում եմ ոչ։ Կարող է շատ քիչ տոկոս խաղա, շատ քիչ։ Որ փորձը կցանկանայիք բերել Հայաստան։ Փորձը, այսինքն գիտական, թե գիտական առումով ինձ շատ հետաքրքրեց այն խումբը, որը այդ աշխատանքը, որը կատարում է Գերմանիայում եւ հիմա Իսպանիայում էլ է պատրաստվում, որ պետքա սկսեն, երբ աշխատանքները, փորձերը արվում են ոչ թե խաղողի բույսի վրա, այլ հենց համակարգչում։ Այսինքն այդտեղ գտնվում է ձեր բույսը, ձեր սորտը, դուք տեսնում եք նկարը, հատկությունները դուք նշում եք, ինչ հատկություններ ունի այդ սորտը եւ աստիճանաբար դուք կարող եք օրինակի համար կտրել ճյուղը ու տեսնել, թե տվյալ պայմաններում, տվյալ կլիմայական պայմաններում ինչպես կպահի բույսը։ Այսինքն դա համաձայն է, բույսը առանձին է, դա առանձին է, բայց դա ինձ հետաքրքրեց շատ, որ կարելի է նաեւ օգտագործելով արհեստական բանականությունը եւ օգտագործելով կենսաինֆորմատիկական տարբեր նոր մեթոդներ հենց համակարգչի մեջ տեսնել, թե ինչպես կպահի բույսը իրեն ինչ որ կլիմայական պայմաններում։ Հիմա, մի տարի հետո, 5 տարի հետո։ Այսինքն դա ինչ որ առանձնահատուկ մի մեթոդ է, որ ինձ շատ հետաքրքրեց, միգուցե հետագայում դա ոնց որ մոդելավորման փորձեր են ավելի շատ։ Այսինքն չօգտագործելով տարբեր բարդ սարքավորումներ, դու կարող ես տեսնել հենց համակարգչի մեջ բոլոր այդ տվյալները, սա ոնց որ սուպեր համակարգիչ է։ Դու կարող ես տեսնել բոլոր տվյալները, քիմիական, տեսնել ինչպես է փոփոխվում։ Այդ դա հետաքրքիր է, որ այդ իմенно այդ աշխատանքի մեջ օգտագործումը տարբեր տեխնոլոգիաներ, դա ինձ հետաքրքրեց շատ։ Բացի այդ ավելի խորացված գենետիկական աշխատանքները, որոնք արվում են Հայաստանում, իհարկե խաղողի ուսումնասիրության համար էլ, այնտեղ էլ ավելի խորացված, այսինքն առանձին նուկլեոտիդներով,
Վստահ չեմ, որ Հայաստանում արվում են այդ առանձին այդ սնիպսերով աշխատանքները, բայց համագործակցության ընթացքում հնարավոր է անել Գերմանիայում կամ տարբեր երկրներում։ Մենք արել ենք Իսպանիայում նման աշխատանքներ, այսինքն մեկ նուկլեոտիդի փոփոխության շնորհիվ մեծ փոփոխություններ կարող են լինել բույսի մակարդակով։ Այսինքն կարող է լինել այդ մեկ նուկլեոտիդի փոփոխության դեպքում այդ սորտը, այդ բույսը կարող է դառնալ անցերմ խաղողի սորտ, խաղող։ Այսինքն մեկ փոփոխություն, միկրոփոփոխություն ու խոշոր արդյունքներ։ Այդ է հետաքրքիր։ Իհարկե, ես կասեի, որ գենետիկական փոփոխությունների այդ երբ որ GMO մոդիֆիկացիայի դեպքում աշխատանքներ շատ քիչ են արվում խաղողի վրա աշխարհում, շատ քիչ, այսինքն երբ որ վերցնում են, փոխում են մի գենը կամ մի նուկլեոտիդը ու ստանում են ինչ որ նոր, բալի ասել համարյա նոր սորտ մեկ նուկլեոտիդի փոփոխության դեպքում։ Այդ աշխատանքները դեռ շատ քիչ են արվում։ Կան մեր լաբորատորիան Իսպանիայի ինստիտուտում էլ կա լաբորատորիա, որը շուտով կսկսի նման աշխատանքներ, բայց դա իհարկե երկարատև հետազոտությունների գումարների, պրոյեկտների հարց է իհարկե։ Դա էլ հետաքրքիր կլիներ Հայաստանում։ Հայաստանում ես կուզենայի այդ իմունոսելեկցիոն աշխատանքները, որպեսզի վերսկսվեն հետագայում, որտեղ այդտեղ մենք կատարում ենք աշխատանքներ, հետագայում հետազոտում ենք ու կարծում եմ նոր սորտեր Հայաստանի խաղողի կենսաբազմազանությունը ունի շատ մեծ պոտենցիալներ, որպեսզի կարողանանք ստանանք նոր սորտեր։ Խաղողի քանի գեն կամ սորտ եք բացահայտել այս ընթացքում։ Շատ գեններ, չեմ կարող հստակ հիմա ասեմ, որովհետև Գերմանիայում էլ ենք աշխատել, Իտալիայում էլ, որոնք կապված են ավելի շատ իմ աշխատանքը կապված է խաղողի անսերմության հետ։ Այդ անսերմության հետ կապված տարբեր գեներ կան, տարբեր հատվածներ գեների, ֆրագմենտներ, դա հնարավոր է լինի մինչև դժվարանում եմ ասել, որտեղ Իտալիայում էլ 20-30 գեներ մոտավորապես եւ նաեւ ուսումնասիրել ենք Գերմանիայում գեներ, որոնք որոնց շնորհիվ տվյալ բույսը կամ սորտը ունի ռեզիստենտություն տարբեր հիվանդությունների նկատմամբ։ Դա մենք ուսումնասիրել ենք մոտավորապես 30-40 գեներ, այդպես մոտավորապես։ Հիմա շատ էինք հետաքրքրի խաղողի անսերմ սորտը որն է։ Անսերմ, լիարժեք անսերմությունը լինում է երկու ձևի խաղողի մոտ։ Պարտենոկարպիկ, երբ որ ընդհանրապես ոչ մի սերմի, ոչ մի հատված չի երևում, չկա։ Եվ կան ստերմոսպերմոկարպիկ, այսինքն, որ սկսում է զարգանալ սերմը, բայց հետագայում զարգացումը կանգ է առնում, այսինքն փոքր սենց սերմիկներ են լինում։ Հայկական սորտերը, քիշմիշները, դա անսերմ են, բայց իրենք ունեն փոքրիկ հատվածներ սերմերի։ Երբ որ կտրում եք, դուք տեսնում եք այդ հատվածները։ Լիարժեք անսերմ դժվար է ասել, որովհետև մենք հենց Իսպանիայում փնտրում էինք հայկական սորտերում այդ լիարժեք պարտենոկարպիկ ու շատ դժվար էր գտնելը։ Կարծում եմ դեռ առջևում են այդ հետազոտությունները, շարունակական են, կգտնեն կարծում եմ, որտեղ հայկական սորտերում հիմնականում կան փոքր հատվածներ։ Հա, անսերմ է կոչվում, բայց ոչ լիարժեք։ Վրաստանում էլ ես եղել եմ նախանցած տարի, իրենք էլ են ասել, մեզ մոտ լրիվ լիարժեք անսերմ խաղող չկա։ Շատ դժվար է գտնել։ Կան մի քանի սորտ աշխարհում կա, որ լիարժեք անսերմ են, բայց այդ դեպքում իրենցից այսինքն նոր սորտեր ստանալը դժվար է, հնարավոր չի, որովհետև հնարավոր չի փոշոտել, այսինքն ոնց որ զարգացնել, ստանալ դրանցից նոր սորտեր։ Հետագայում գենետիկական տարբեր միջամտությունների շնորհիվ հնարավոր կլինի իհարկե։ Գինի ստանալու համար հատուկ խաղողի սորտեր կան, թե ցանկացած խաղողով կարելի է ստանալ։ Ընդհանրապես
այդպես կարելի է պատկերացնել, որ ցանկացած խաղողից կարելի է ստանալ, բայց գինեգործության ժամանակ օգտագործում են կոնկրետ սորտեր, որոնք ունեն այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են գինեգործության համար։ Այսինքն այդտեղ պետք է լինեն տանիններ, տարբեր նյութեր, որոնք ոչ բոլոր սորտերում կան։ Այսինքն գինեգործության համար արդեն ընտրված են այն սորտերը, որոնք ամենահարմար են, որպեսզի ստանան այդ բույրը, էլի, այդ համը գինու, ոչ բոլոր սորտերն են իհարկե։ Դրա համար սորտերը բաժանվում են 3 խմբերի։ Ոնց որ սեղանի սորտեր, գինու սորտեր եւ տեխնիկական այդտեղ տարբեր հյութերի համար եւ այլն։ Ոչ բոլոր սորտերը կարելի է գինու սորտերից երբեմն փորձում ենք ուտում ենք գինու սորտերի խաղողը, որ շատ կոշտ է, շատ խոշոր սերմեր են, հարմար չի օգտագործել սեղանի սորտերի համար։ Նույնը սեղանի սորտերը շատ սորտեր կան, որոնք դժվար է օգտագործել գինու համար։ Չնայած վերջի մի քանի տարում այդ OIV, այդ միջազգային խաղողի գինու կազմակերպությունը ինչ որ հետաքրքիր իդեաներ է առաջ բերել, որ կարելի է նաև միգուցե օգտագործել անսերմ խաղողները։ Հիմա փորձում են գիտնականները եւ գինեգործները, դա երևի հետագայում կիմանանք, որովհետեւ այդ տանինը, այդ ամինչը ոնց որ սերմերից է գալիս, նյութեր կան, որոնց համար լավ գինի պատրաստելու համար այդ սերմերն են պետք։ Ճիշտ է, դրանք թափվում են, բայց սերմերից հանվում են այն կարևորագույն նյութերը, որոնք նաև ռեսվերատրոլը, որը շատ կարևոր է առողջության համար։ Այսքան ուսումնասիրում եք խաղողագործությունը, խաղողի գեները եւ այլն, չեք ցանկացել խաղողագործությամբ զբաղվել կամ գինեգործությամբ։ Ուղղակի ժամանակի հարց է, ճիշտն ասած, միգուցե հետագայում շատ կուզենայի։ Ինչն է հետաքրքիր Իսպանիայում, կարծում եմ, որ բոլոր իսպանացիների մոտ ինչ որ գինեգործական մի փոքր գործարան ունեն, գինեգործությամբ զբաղվում են։ Ես միշտ զարմացել եմ, որ ինչքան իսպանացի ճանաչում եմ, բոլորի մոտ ինչ որ մի փոքր իմенно գործարան, ոչ թե ինչ որ որպես կազմակերպություն, իրենք են աշխատում ընտանիքով, պատրաստում են գինի, ինչ որ այդտեղ շատ ընդունված է։ Այո, միգուցե հետագայում ես էլ գինեգործ դառնամ, խաղողագործ, ինչու ոչ։ Որքանով տեղյակ եմ, դուք սկզբում ցանկացել եք մարդու գենետիկայով զբաղվել, բայց չի ստացվել, ինչն է խանգարել։ Ուրեմն դեռ դպրոցական տարիներից ինձ շատ հետաքրքրել է կենսաբանությունը, քիմիան եւ մարդու գենետիկան, շատ հետաքրքրել է եւ երբ արդեն սկսել եմ իմ ուսումը համալսարանում, ինձ շատ հետաքրքրեց ավելի շատ գենետիկայի ամբիոնը, գենետիկայի բջջաբանության ամբիոնը եւ հենց պրենատալ դիագնոստիկան, այսինքն հղիների մոտ ուսումնասիրել ինչպես է զարգանում սաղմը եւ գենետիկական տարբեր հետազոտություններ կատարել այն խմբերում, այն զույգերի մոտ, որոնց մոտ ինչ որ եղել է խնդիր օրինակի համար, ինձ այդ թեման շատ էր հետաքրքրում, ոնց որ բջջասաղմնաբանություն, բայց այդ տարին եւ հետագա տարիներում ոնց որ այդ ուղղությամբ տեղ չկար։ Ու այդպես ինձ առաջարկեցին բույսերի բջջասաղմնաբանությամբ, էլի սաղմա, բայց բույսերի մոտ։ Ես փորձեցի եւ իմ դուրս շատ եկավ էկոլոգիական աշխատանքեր խաղողի գծով, նաեւ տարբեր պտղատու բույսերի, ծիրանի եւ տարբեր խնձոր, սերկեֆիլ, շատ հետաքրքիր աշխատանքեր ատոմակայանի հետ կապված, ու այդպես իմ աշխատանքը շարունակվեց արդեն այդ ուղղությամբ։ Ատոմակայանի։ Ատոմակայանի, այո։ Մենք ուսումնասիրում ենք Մերձավանում եւ ատոմակայանի շրջակայքում տարբեր սորտեր, մշակաբույսերի եւ տեսնում ենք, թե ինչքանով է տարբերությունը, ազդում է այդ ատոմակայանը թե ոչ։ Իրականում ազդեցությունը համարյա զրոյական էր այդ թվականներին ամեն դեպքում, բայց հետաքրքրությունը այն էր, որ ծիրանի մոտ շատ հաճախ եղել էր ծաղկափոշու ստերիլություն, շատ բարձր ստերիլություն։ Այսինքն մենք տեսնում ենք ծիրանի ծառը հազարավոր ծաղիկներով,
երբ որ հասնում է ժամանակը պտուղ հավաքելու, 10 պտուղ, օրինակի համար 20, այդ ամբողջը կորում էր։ Եվ իմ այլ աշխատանքում, որ ես իրականացրել եմ Ծիրանի հետազոտությունների հետ կապված եւ ներկայացրել եմ Չինաստանի Շենյան, կարծեմ, քաղաքում կոնֆերանսի ժամանակ, շատ հետաքրքիր աշխատանք էր բջջասամնաբանության հետ կապված, որ տարբեր տարիներին նույն ծառը կարող է լրիվ տարբեր ձևով իրեն պահի։ Դա ավելի շատ կլիմայական պայմանների հետ է կապված եւ տվյալ սորտի առանձնահատկություններից։ Այսինքն փոշիատիկների ստերիլությունը կարող է հասնել մինչև 97-98%։ Այսինքն նորմալ չի փոշոտվում ծառը կամ լինում է նաև անձրևներ են հաճախ լինում փոշոտման ժամանակ, դա մի քանի օր է տևում եւ ծաղիկները չեն հասցնում փոշոտվել։ Եվ իրականում արդյունքում ստանում ենք համարյա զրոյական բերք։ Դա է հետաքրքիր, կամ վարսանդների մեջ խնդիր է առաջանում, դա արդեն այդ հիստոլոգիական աշխատանքների շնորհիվ պարզվեց, որ վարսանդները սևանում են ու փչանում, այսինքն ծաղիկները ուղղակի թափվում են, ցավոք։ Ելք չկա։ Ելք այս պայն չեմ կարող ասել, որովհետև միջև ծաղկումը դու չես կարող պատկերացնել ինչպես է լինելու այդ ծառի բախտը, այդպես ասած, այս տարի։ Շատ դժվար է պատկերացնել ու ծաղկման ժամանակ նոր երբ որ ծաղիկը բացում ես, թեկուզ փակ վիճակում արդեն ուշ է լինում որևէ բան նյութերով մշակել կամ ցավոք լինում են դեպքեր, որ արդեն ուշ է։ Այսինքն դա այս պահի այդ օրվա կլիմայական պայմաններից էլ է կախված։ Դա է ցավը, որ երբեմն տեսնում ենք ծառեր, երբ որ ես մի քանի մեր փորձերի ժամանակ մեր մասնագետին ասեցի, դու գիտեք, որ այս ծառի վրա ամենաշատը 10 պտուղ ենք հավաքելու, չենք կարողանա գոնե 20 պտուղ ուսումնասիրել միգուցե։ Ինքը շատ զարմացել էր, չի անցած տարի շատ էին պտուղները, չի կարող պատահի։ Գալիս ենք հունիսին, ցած փնտրում ենք, որտեղ են պտուղները, չեմ հիշում, 7-8 պտուղ էր հավաքվել ընդամենը։ Ցավոք սրտի։ Նկատի ունեք հենց ատոմակայանի մերձակատարածքում, թե ընդհանուր։ Դա արդեն Երևանի տարածքում էր այդ աշխատանքները, Երևանի եւ Նալբանդյան գյուղի այդտեղ կա կոլեկցիոն այգի, ինչպես Խաղողի, այդպես էլ Ծիրանի։ Որ թվականի մասին ենք խոսում, թե ատոմակայանը, թե Ծիրանի բերքը։ Չէ, դա խոսում ենք, երբ որ անցև գրանտն է շահել 2015 թվականի մասին է խոսքը, 10 տարի առաջ։ Բայց ատոմակայանի շրջակայքում չէր։ Ատոմակայանի շրջակայքում, որ ասացիք, դա որ թվական էր, 2000-ական։ Չէ, 90-ականների վերջներ, որտեղ դա ճիշտ է չմտավ իմ աշխատանքի մեջ, դիսերտացիայի մեջ, որտեղ շատ մեծ էր նյութը, բայց հոդվածներ տպագրել ենք։ Այո, դա հետաքրքիր էր։ Հայկական ծիրանի մասին խոսեցիք, աշխարհում էլի ծիրաններ կան, բերք ստանում են, բայց օրինակ Ամերիկա բնակներն ասում են, ոնց որ պլաստմասը ինչ որ իր ուտես, կամ Իսպանիայում հենց նույն, ավելի շատ կարևորություն են տալիս ծիրանի տեսքին, լինի կարմրավուն, սիրուն, բայց չգիտեմ ինչ համի է, դա դուք կասեք, ինչ տարբերություններ կան։ Ուրեմն նախ ասեմ Էջմիածնում, որտեղ որ հիմա ունենք արդեն նոր Խաղողի այգի, իմիջիայլոց Հայաստանի գինու Խաղողի եւ գինու հիմնադրամի շնորհիվ է պահպանվել այդ ամբողջական այգին, որը ստեղծվել է Գագիկ Մելյանի կողմից եւ շատ լավ է, որ պահպանվում է, շարունակվում է պահպանել, որտեղ դա ազգային արժեք է ներկայացնում։ Կան այդտեղ նաեւ ուրեմն Ծիրանի կոլեկցիոն այգի։ Այդտեղ ընդգրկված են հիմնականում իտալական, տարբեր եվրոպական սորտեր։ Եվ հետազոտությունների համար, երբ որ մենք հավաքում ենք նմուշներ, իտալականները այնքան օրանժ գույնի, շատ գեղեցիկ, խոշոր, ծառերը շատ ցածրահասակ, շատ հեշտ է հավաքելը, շատ գեղեցիկ, ուտում ես ոչ մի համ չկա, ընդհանրապես, այդ ձեր ասած ոնց որ պլաստմաս ուտես։ Ոչ մի համ, ոչ քաղցրություն, ոչ մի համ, մեր շալախին ոչ մի ծիրան չի հասնի երբեք։ Իսպանիայում կան նման սորտեր, շատ գեղեցիկ, խոշոր, էլի նման պլաստմասին նման, բայց այս տարի մի անգամ բախտս
բախտս բերեց, հաջողվեց գնել մի սորտ ծիրանի, բավականին քաղցր ու շատ մոտ էր մեր շալախին։ Սա իսկապես ուրախացել էինք ընտանիքով, շատ համեղ գնացինք, նորից գնեցինք, մեր ծիրանն համարյա հայկական ծիրանի նման, չգիտեմ որտեղից էին բերել, բայց իսկապես Եվրոպայում, ինչքան ես փորձել եմ, ծիրանի պտուղները շատ անհամ են, քաղցրություն համարյա թե չկա, որոշները մի փոքր քաղցր են, բայց հայկական ոչ մի ծիրանին չի հասնի, որտեղ նաև ծիրանի համար ոչ միայն սորտային առանձնահատկությունները, նաև, ինչպես ասել եմ, օդը, ջուրը, ամեն ինչը շատ կարևոր է նաև։ Ամեն դեպքում դուք մարդու գենետիկայից ոնց որ չեք ուզում հեռանալ եւ ուսումնասիրել եք ձեր ԴՆԹ-ն։ Այո։ Ինչու որոշեցիք նման քայլի դիմել։ Գիտեք, դա շուտվանից ես ուզում եի այդ քայլի գնալ, որովհետև ինձ շատ հետաքրքրել է իմ ցակումը, այդպես ասած, որովհետև հայրիկս ծնվել է Հայաստանում, Երևանում, բայց ծնողները տեղափոխվել են Ռուսաստանից, Ուկրաինայից, տեղափոխվել են Երևան։ Հայրիկս ծնվել է այստեղ Երևանում, իսկ մայրիկս Վրաստանի հայ էր։ Այսինքն տարբեր գեներ այդպես հավաքվել են, միացել են իրար ու ինձ հետաքրքիր էր ինչ հետաքրքիր գեներ կան, ինչ ազգություններ կան իմ մեջ, որովհետև դա ոնց որ լինելով գենետիկ ես չէի կարող այդ հետազոտության համար չուղարկի իմ նյութը։ Այդպես մի քանի տարի առաջ էր, որ ուղարկեցի ամերիկյան 23 եւ ես, այդպես 23 and me։ Այդտեղ եմ ուղարկել, 3 շաբաթ հետո ստանում եմ պատասխանը իմ մեյլին, շնորհավորում ենք, դուք ունեք 1500 ԴՆԹ բարեկամներ ամբողջ աշխարհում։ Ես շատ ուրախացա, բացեցի իմեջը ու այդտեղ արդեն ամեն ինչը ոնց որ պարզ եղավ։ Ուրեմն իմ մեջ ներառված են 7 տարբեր ազգությունների գեներ։ Դա հիմնականը դա հայկական, վրացական, ռուսական, ուկրաինական, որոնց մասին ես գիտեի, նաև կան լեհական, պարսկական եւ 0.3% այն տոկոսն է, որ ինձ բավարարեց, որպեսզի ես շահեմ այդ պրոյեկտը։ Դա հրեական 0.3%-ն էր։ Աշքենազի հրեաների գեները, որոնք բնակվում են ավելի շատ Գերմանիայի, Լեհաստանի, այդ կենտրոնական Եվրոպայի տարածքում։ Եվ նշված էր, որ 200 տարի առաջ իմ նախնիներից մեկը եղել է միգուցե մասամբ եղել է հրեա։ Եվ ճիշտն ասած, ես միշտ զգացել եմ այդ մանր, այդ միկրո, այդպես ասած, տոկոսը միշտ զգացել եմ իմ մեջ, դրա համար էլ դա էր ինձ հետաքրքիր, որպեսզի ես հետազոտեմ, այսինքն տեսնեմ։ Պարզա դա ոչ թե կոնկրետ տվյալ ազգության գեներն են, այլ մուտացիաներն են, որոնք տարածված են տվյալ ազգության մեջ։ Այսինքն այդ մուտացիաներով նույնիսկ նշված էր օրինակ Հայաստանում, Երևանում, որ շրջաներից են իմ գեները։ Դա համաձայն եմ, դա հնարավոր չի, տենց մի քիչ абստրակտ է, որովհետև անընդհատ դարերի ընթացքում տեղափոխություններ եւ այլն, նաեւ եղերնը, ամեն ինչը ոնց որ հաշվի առնելով տարբեր ազգությունների տեղափոխությունները կարող էին խառնել, բայց հիմնականում նշված էր օրինակ Ուկրաինայի, չգիտեմ, 8 շրջանը, ու քարտեզի վրա դու տեսնում ես, որ շրջաններն են, Լեհաստանի որ շրջանները, Ռուսաստանի, Հայաստանի, Պարսկաստանի հյուսիսային հատվածները, հետաքրքիր էր շատ, նաև նշված են գեներ, որոնք, այսինքն առանձնահատկություններ գենետիկական, որոնք օրինակի համար այս խոճուճ մազերը գենետիկա է դա, այսինքն եկել են մայրական կողմից։ Որոշ ԴՆԹ բարեկամների հետ ես կապ եմ հաստատել եւ շփվում ենք, տարբեր երկրներում են, ինչ էր հետաքրքիր, որ այդ 1500 բարեկամի մեջ, ուրեմն մոտավորապես 70-80%-ը մոտավորապես դա հայկական ազգանուն ունեին։
ու ավելի շատ սփյուռքահայ, այդպես մի տեսակ ուրիշ ձևի մի քիչ հետաքրքիր ազգանուններ։ Իրենք տալիս են նաև տվյալներ մարդկանց, որ գտնեք։ Հա, շատ տվյալներ չեն տալիս, բայց ցանկացած բարեկամի հետ թույլ են տալիս, որ դու կապ հաստատես։ Ես դե 1500 տարվա բարեկամն եմ, չէ՞։ Ու յուրաքանչյուր 1-2 ամիսը մեկ ավելանում են բարեկամները, ինձ ուղարկում են, որ դուք ունեք 10 նոր բարեկամ ձեր դնեթեի հիման վրա։ Ինչպես հասկացա, դուք վստահում եք այդ անալիզի արդյունքներին, իսկ հայկական գենը ձեր բնավորության ո՞ր գծում է խոսում։ Նախ առաջինը, ես ծնվել եմ, մեծացել եմ, ապրել եմ միշտ Հայաստանում, ես ինձ հայ եմ զգում։ Ինչքան էլ իմ հայկական գենը քիչ լինի, իմ մեջ դա դոմինանտ է։ Ես հայրենասիրությունը, այդ ամեն ինչը իմ մեջ այնքան է զարգացած, որ չգիտեմ, միգուցե շատ հայերի մոտ չկա այդքան հայրենասիրություն, ինչքան իմ մեջ։ Եվ ապրելով Իսպանիայում միշտ ես ուզում եմ համագործակցել հայկական որևէ խմբի կամ ինստիտուտի հետ։ Միշտ ինձ քաշում է, չէ, ինչու ոչ, ինձ պետք է աշխատեմ Հայաստանի հետ, հայկական խմբերի հետ։ Հայրենասիրությունը առաջինը։ Ինձ համար Հայաստանը իմ երկիրն է։ Միշտ եղել է եւ կմնա։ Ճիշտ է, ամուսնանալուց չեմ փոխել ազգանունը, հայկական ազգանունի, որովհետեւ համարում եմ դա իմ մասն է, ես չեմ կարող ինձ փոխեմ, դառնամ ամուսնուս Հարությունյանը, չէ, ես երբեք չէի գնա նման քայլի։ Հայրենասիրությունը առաջինը դա է իմ մեջ։ Երկրորդը, չգիտեմ, հյուրասեր, ինչ որ տենց միշտ Իսպանիայում էլ ուզում եմ հրավիրեմ մեր տուն, չնայած դա ընդունված չի Իսպանիայում, եթե ինչ որ միջոցառում է սրճարանում են կազմակերպում, բայց ես միշտ իսպանացիներին փորձել եմ հրավիրել, պատրաստել հայկականը, վրացականը նաև։ Կարծում եմ այդ հիմնական երկու հատկանիշները դա է։ Շնորհակալություն։ Մենք զրուցում էինք կենսաբան Աննա Նեբիշի հետ։